Ռաս, լսվում է, բարի գալուստ մամարի յութուբյան ալիք։ Եթե ձեր փոքրիկ խելոք բալիկը, ով քնած ժամանակ սենց ոնց որ ամպիկի վրա պարկած սիրուն հրեշտակ լինի, հանկարծ դառնում է բռնակալ։ Ինչ ասում ես, ասում է ոչ, չեմ ուզում, չէ, անդադար լաց, պարկել, գետնի, գոռալ, ոտքերը խփել հատակին, ձեռքերով պատառոտել ամեն ինչ, ուրեմն շնորհավորում եմ։ Դուք մուտք եք գործել 3 տարեկանի ճգնաժամի փուլ։ Չավ, դուք էլ շնորհավոր։ Բայց սպասի, ինչ է իրականում 3 տարեկանի ճգնաժամը։ Սա շատ նորմալ զարգացման փուլ է երեխաների մոտ։ Պետք չի անհանգստանալ, պետք չի վատ բաներ մտածել, պետք չի մտածել, որ իմ երեխան հաստատ խնդիր ունի, որ ինքը իր մազերը պոկում է, կտրում է, չի լսում ինձ, ինչ ասում եմ հակառակն է անում։ Մի անհանգստացեք, սա շատ նորմալ երևույթ է ճգնաժամային տարիքում։ Երեխան սովորում է ասել ոչ։ Երեխան արդեն կամաց ուզում է ձեզնից պոկվի և ուզում է ինքն իրեն դրսևորի, իր անհատականությունն է ձևավորվում այդ տարիքում ու ինքը ուզում է ցույց տա այնպիսին ինչպիսին կա, ինչպես և բոլորս։ Ասեմ ավելին, նա փորձարկում է իր և ձեր սահմանները, փորձում է հասկանալ, նախ ճանաչել ինքն իրեն և ապա հասկանալ կարող է ինքը առանց մամայի մնալ, ինչպիսի ընդվզումներ անել, որ մայրիկից արդեն առանձնանալ, չէ ես ինքս, չէ սա չեմ ուզում հագնել, տուր ես կանեմ, թող ես կանեմ, չէ, ես, սա հենց այն ազդակն է, որ պետք է հասկանալ, որ սա երեխաների արդեն ձեզանից պոկվելու ժամանակահատվածն է, պարտադիր չի լինի հենց 3 տարեկանում, կարող է մի փոքրիկ շուտ սկսվել, մի փոքր ավելի ուշ սկսվել, բայց որ սկսվելու է, դա հաստատ, քանի որ մենք մեծ ենք ու ավելի լավ գիտենք են խորամանկ քայլերը, մանավանդ մենք կանայք, կարող ենք շատ հեշտ խնդրին լուծում տալ, որպեսզի ոչ երեխան ստրեսի մեջ լինի ու ոչ մենք անդադար լսենք այդ ձայնը և ոչ էլ անտեղի նյարդայնանանք ու ժամանակ ծախսենք։ Առաջին պրակտիկ քայլը, որը ինձ անձամբ շատ է օգնել, ընտրության հնարավորություն տալն է, այսինքն եթե երեխան ուզում է հագնել կոշիկ, կամ չի ուզում հագնել կոշիկ, կամ ուզում է ամառվա 40 աստիճանին հագնել ձմեռային բրդյա սապոգներ, կամ հակառակը ձմռանը հագնել ամառյա բաց բասանոշկաներ, որովհետև նրա վրա կա բանտիկ, որը որ չկա իր սապոգի վրա, և այդպիսի նմանատիպ հարցեր, մենք նրան տալիս ենք ընտրության հնարավորություն։ Բալես, հագնում ես վարդագույն կոշիկը, թե կարմիր կոշիկը։ Բալես, մազերդ սաներ են այս սաներով, թե այս սաներով։ Աղջիկս, ուզում ես այս շորը հագնես, թե այս շորը հագնես։ Երեխան հասկանում է, որ վերջապես ինքն է որոշում։ Ես եմ ընտրում, որը հագնել։ Միանշանակ մենք չենք նրան տա սեզոնին ոչ համապատասխան հագուստ։ Եվ նա արդեն կընտրի ու կհասկանա, որ այո, վերջապես ինքը ասելու տեղ ունի։ Ինքը այս տան մեջ կարող որոշում կայացնի։ Ավելի թեթև է անցնում։ Էլ ինչ սխալ ենք մենք անում, երբ որ երեխան սկսում է գոռալ, ավելի բարձր ենք գոռում։ Ինքը ավելի բարձր, մենք էլ ավելի բարձր, ինքը սկսում է խփել, մենք ավելի ուժեղ ենք խփում։ Ու հասկանում ես, որ դու սենց մակարդակով իչար, հասեր իրա տարիքին ու իրա հետ մանկական կռիվ ես անում։ Բայց չէ, որ մենք խորամանկ ենք, այդ մոռացել ենք մենք։ Ինքը ինչքան բարձր է խոսում, մենք ավելի ենք ցածր խոսում, ավելի բարձր, ավելի բարձր, ու երեխան այդ ժամանակ ուզում է, որ ձեզ լսի վերջը ինչ է ասում մաման, իրա ձայնի տոնը կամաց իջնում է։ Ամեն դեպքում իմ մոտ աշխատել է,
Փոքրերն էլ եւս մարդիկ են, իրանք էլ ունեն ներվային համակարգ, իրանք էլ գիտեն ինչա բարկանալը, ջղայնանալ, ուղղակի իրանք չեն հասկանում, իրանց հետ ինչա կատարվում։ Մենք պետք է բացատրենք, որ դա բարկություն է, դու բարկացել ես, դու տխուր ես, դու ջղայնացել ես։ Երեխան արդեն կսկսի ճանաչել իր էմոցիաները։ Երեխան լացում է, մի ասեք, մի լացի։ Երբ որ երեխան գոռում է, մի ասեք, մի գոռա։ Որովհետև ախր մենք էլ ենք լացում, գոռում, ջղայնանում, ու եթե մեկը մեզ ասի մի գոռա կամ մի լացի, պատկերացրեք այդ կուտակվում է մեր մեջ ու ավելի վատ ենք մենք մեզ զգում։ Բա ինչի ենք ուզում այդ նույն զգացողությունը մեր երեխեքը ունենան։ Դեմ շատ դժվար է, նույնիսկ մի քիչ պաթետիկ է հնչում, երբ ասում եմ, հենց երեխան բարկացել է, իջեք իր մակարդակին ու ասեք, բալես, դու բարկացել ես, ես հասկանում եմ, տեսնում եմ, որ դու ջղայնացած ես, որովհետև մենք այդ խաղալիքը չգնեցինք։ Կարող է նույնիսկ երեխան այդ պահին էլի շարունակում է լացել կամ գոռալ, բայց մենք եթե մշտապես այս տեմպը պահենք, ընթացքում փոփոխությունը կտեսնենք։ Մի անգամով այդ երեխան չի փոխվի, էլի, ախր մենք էլ ենք, չէ՞, տենց, ախր մենք էլ ամեն ինչ լինում է երեխեք, մեկ վերագրեք ձեզ, ինչպես մտնել երեխայի մեջ ու հասկանալ իր այդ ինչա կատարվում, երեխային ոնց բացատրել, որ այդ ամեն ինչը նորմալ է, բալես։ Այ դա պետք է մենք սովորենք։ Թե չէ գոռալը, խփելը, սաղս էլ կարանք, ձայն էլ ունենք, ձեռ էլ ունենք, ոտ էլ ունենք, առավել եւս հաստ ոտի էլ ունենք, տապիչկեքը դել չաս։ Սա կասեք, այս իբր իդեալական է, եկել է մեզ էլ բանա սովորացնում, չէ ժողովուրդ ջան, ես էլ անցել եմ այդ շատ բարդ շրջանը ու ասեմ, որ իրականում հա, բարդ էր, որովհետև այդ շրջանում ինքը գնում էր մանկապարտեզ, ճանապարհին որոշում էր, որ պետք է նստի բարձյուրին ու սկսի լաց։ Բարձյուրը նույն ինքը բորձյուր։ Դե ես էլ որպես ցիվիլ մարդ, հա, չէի կարա փողոցում գոռալ, ու ստիպված են շեղելով բան, տենց ստանում հասնում էի մանկապարտեզ։ Ես էլ իդեալական չեմ, ու իրականում ոչ մեկս իդեալական չենք։ Ես էլ եմ արել սխալներ, որոնց համար մինչև հիմա ինձ մեղադրում եմ ու մտքեցս դուրս չի գալիս։ Առաջին անգամ այս իմ թաթիկները համարձակվել են արփի տուտուզիկին ախ անել, երբ նա 2 տարեկան էր ու դա այնքան իմ սրտին նստել է, որ ես մինչև հիմա իր ձայնի իմ ականջի մեջ է, գիշերը չգիտեմ ինչն էր պատճառը, անընդհատ արթնանում լացում էր, չէր քնում, չգիտեմ ուզում էր վեր կենար տեղերից եւ այլն, ինքը առհասարակ տենց բաներ չի ունեցել, բայց այդ գիշեր ես շատ հոգնած ուզում եի քներ, չէր ստացվում, խոսքը ասենց մի հատ հելամ, ասենց մի հատ ախ արեցի, ասեցի քնի էլի դե հոգնեցիք ու նստանում է, ու ինքը ասենց շրջվեց ինձ նայեց, այսպես խեղճ հայացքով ասեց. «Մամ, դու ինձ հպեցիր» ու շրջվեց քնեց։ Առանց ծպտունի։ Ու ես ամբողջ գիշեր լացեցի ու չկարողացա քնել։ Այդ իդեալական մամա լինելու սինդրոմը բոլորիս մոտ կա, բայց պետքա հասկանանք, որ մենք էլ ենք մարդ, մենք էլ կարող ենք սխալվել։ Ամենակարևորը այս ամեն փուլից դուրս գալուց հետո ջերմ կապ ունենալն է երեխայի հետ։ Այդ ճանապարհը պետք է այնպես անցնել ճգնաժամային փուլերի, որպեսզի դուք հետո հետ նայեք ու հասկանաք, որ իրոք հաղթահարել եք առանց ստրեսի, առանց երեխային ու ձեզ ստրեսի ենթարկելու։ Հիմա ես երբ որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մեր կապը ցանկացած փուլից հետո ավելի ամրացել է։ Մենք դարձել ենք ընկերուհիներ, որովհետև ինքը գիտի, որ ես հասկանում եմ իրեն, իր ցանկացած զգացմունք, էմոցիա իմ համար ընդունելի է, ես իրեն հասկանում եմ, նույնն էլ ինքը, երբ որ մենք միասին զրուցում ենք, ինքը միշտ հարցնում է ինձնից, իմ գործերից, իմ ապրումներից, իմ էմոցիաներից, ու ես շատ ուրախ եմ, որ մենք այդ ճյուղով, այդ թելով եւս իրար հետ կապված ենք։ Իսկ դուք մեկնաբանություններին գրեք, քանի տարեկան է ձեր փոքրիկը, արդյոք առնչվել եք դեռ ճգնաժամային փուլի հետ, ինչպես եք հաղթահարում, կամ եթե անցել եք, ինչպես է ձեզ հաջողվել այն անցնել։ Սիրով կկարդամ յուրաքանչյուր մեկնաբանություն։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը։
իսկ լայքերն ու կոմենտները խրախուսելի են։ Շնորհակալ եմ։ Bye